Բարի օր, բարի երեկո սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիահայ ռադիոյի եթերում։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ եւ այսօրվա մեր հյուրը մեր սիրելի պարոն Հարություն Լուլիջյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարություն ջան։ Բարև Մարիա։ Ինչպե՞ս եք։ Շատ շնորհակալ եմ։ Դուք ինչպե՞ս եք։ Շատ շնորհակալ եմ, շատ լավ, շատ ուրախ, շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք հանդիպելու եւ իմ հետ զրուցելու։ Մեր ունկնդիրներին, թե ձեզ չեն ճանաչում, չնայած ես կասկածում եմ, որ ինչ որ մեկը ձեզ Բելգիայում չի ճանաչում, ասենք որ պարոն Հարությունը 50 տարուց ավել ղեկավարում է մեր եկեղեցու հայկական եկեղեցու երգչախումբը։ Ձեզ շատ շնորհակալություն ձեր արած աշխատանքի եւ ընթացիկ աշխատանքի համար։ Շատ շնորհակալ եմ ես։ Եկեք բարձենք, թե պարոն Հարությունը ոնց է անցել այդ ճանապարհը, ոնց եք եկել այսօրվա օրին, ուրեմն երբ է ծնվել Հարությունը։ Ես ծնվել եմ Թուրքիո Իստանբուլ քաղաքում 1938-ին, Թուրքիո հայկական վարժարաններում մեջ ուսանել եմ, նախ եւ առաջ, Մգաբարդեզի շրջանս կամ Կարագյուզյան վարժարանի մեջ ուսանած վիճակս, որովհետև մայրս անկարելիություններ ունենալուն հանդեպ ինձ ցերկ է նկատի չափ մեծացած է, լավ մեծացած է, այսինքն երախտաբար դեմերը սիրեն եւ վերջապես իր կարողությունները երբ նվազեցան ինձ որբանոց մտավ, որովհետեւ գարնամ լավական գերբով սովորել։ Փոքր ժամանակ Հարությունը ինչ էր սիրում։ Երկել միշտ սիրել եք երաժշտությունը։ Միշտ սիրած է երկել, անշուշտ սիրած եմ եւ մենք Թուրքիո մեջ ունենք զանազան երգչախումբներ, այսինքն շատ հարուստ ենք տեսակետով Թուրքիո մեջ։ Երկել եք մանր ժամանակ։ Չէ, թվոցական ընթացքին կարելի է, այո, բայց գարշտապադով մեզ եկեղեցի կդանեին, որպեսզի գերագյուրերը մասնակցենք բادرակին։ Այո։ Այո, այն օրն է վեր արդեն եկեղեցին իմ մեջս էր, այսինքն այն։ Դուք դպրոց ավարտել եք Թուրքիայում, Կարագոզյան, այո, հետո դպրոցի առաջին դասարանը գացի, հետո մայրս հիվանդացավ։ Մայրս հիվանդանալուն պես բարդավորվեցա դպրոցից դե ոչ այսօր գնայի արքեբուսկոմուս բոլալ։ Այսինքն դուք հոգևոր կրթություն եք ստացել, որով ուզում եք արքեպիսկոպոս դառնալ, որն էր ձեր նպատակը։ Ժամանակի ընթացքում կարելի է պիտի գրնայի, ինչու՞ չէ։ Այսինքն նախ եւ առաջ ապերայություն, հետո վարչապետ կլաս եւ այլն։ Բայց դժբախտաբար աշխարհիկ գնքի մատնվեց, այսինքն սկսա աշխատել, որպեսզի դանս հոգ դանիմ։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ Երդասարտ էի շատ, 12 տարեկան։ 12 տարեկան։ Ուրեմն աշխատեցա դրմը հայ վարբեդեմուկով, որոնք գոջակ կշինեին, անդղը աշկեր դլալով դա առաջիներցին անշուշտ պամուկեի գնանը, միայն խանութը գմակրեի, սա գնեի, նա գնեի, բայց հետո բարբետ դարձա դարիներու ընթացքին եւ այդ գործի մեջ մինչեւ 1970, այսինքն մինչեւ Բրյուսել գալուս, այդ գործի մեջ շարեցա։ Գոջակի մասնակից։ Գոջակի մասնակից էի, այո, գործին մեջ շարեցա։ Յանալի գործմներ, ես շատ ուրախորեն աշխատեցա։ Հետաքրքիր է։ Այո։ Ուրեմն 70 թվականին որոշում եք 71-ին, այո, որոշեցի Թուրքիո վիճակը արդեն շատ խարխուլ վիճակ էր, մի օրինակ զինվորական դժվարություններ ունեինք եւ այլն, հապաղություններ եւ այլն։ Բարդավորվեցա մտածել քիչ աբակայից մասին եւ բարձրապես մտածեցի Եվրոպա մեկնին։ Եվրոպա։ Ինչու Բելգիա։ Այո, ինչու Բելգիա։ Բելգիան առաջ ուրիշ երկրներ, որովհետեւ մենք Բորիս Հերման անունով ընկեր ունեինք, ինք մինիբուս ուներ, 5 անձնավորություն միասին նստանք մինիբուսին եւ սկսանք Բուլղարիա, Ռոմանիա, Յուգոսլավիա, Օթրիչ եւ այլն ամեն գոմերը բդել։ Ընկերներով։ Այո, 5 ընկեր այսպես։ Իմ աներ հերսել մեջներ միջոցին։ Այո, անորդ միասին եկանք։ Եվ եկանք վերջապես Ֆրանսա, Բելգիա եւ այլն, Զվիցերիա եւ այլն բդել վերջ։ Եկանք Հոլանդա եւ ներհայրեսա հարություն հոսեցիր, հոս մնացիր։ Մենք կվերադառնանք Թունստը գճանանք ու բանել, չանալ հոս մնալ եւ աշխատել եւ հասուտ բանել, կյանք դաբրել, հետո աղջիկս ալ Գյորգիամ քեզի եւ միասին գաբրիկոս։
Ճշտապար բավական 3 ամսու մոտ Դուք ամուսնացած եք արդեն։ այո ամուսնացած էի արդեն այո Հա, բայց ամենահետաքրքիր մասը բաց թողեցինք։ այո Ո՞նց եք հանդիպել ձեր կնոջը։ այո գնոջս հետ բոլցո մեջ հանդիպեցանք իրարու Հայեր ինքն էլ։ անշուշտ դեր այրի աղջիկեր Օ ուրեմն հարցը այն է որ իրենք ամերիկայեն հարավային ամերիկային գվերաթարնային հազիվ Թուրքիա հասած էր 1967-ին գարձեմ զանոթացան իրարու հետ սրահի մեջ ուր իմ մեկ բարեկամս եւ իրենց ալ մեկ բարական բիդի նշանվեր Ինչ հետաքրքիր։ այո եւ այդպեսով հոն դեսնվեցանք առաջին բարերնի սրին եւ այլն եւ միանգամից սիրահարվեցիք այո գարձեմ թե բոլոր անցալս ատմիջոցին ամբողջովին մուծա Ինչ հետաքրքիր վայ շաքաղվեց ինչ գեղեցիկ ուրեմն արփի հետ սկսանք տեսնվել այնադեն անշուշտ այս հերացենները չունենք անշուշտ մեր խանութի կամ դպրոցի կորձի հերացեններով խոսենք հետո անհրաժեշտ ուզեցին ճանչնալ այսինքն որովհետև արփին բավական դժվարություններ գաներ դանը մեջ երբ ուզողներ գուկային զինքը ուզելու այո մազերը չերսանդրեր սուրճերը գտապեր այո եւ հետո մայր հարցուց որ աղջիկս ինչու այսպես կնես մենք կուզենք քեզի լավ դում զդեղել մարդ մկտնել ամուսին մկտնել քեզի եւ ամուսնացնել խերոպարով մայրիկս էս մեկը գճանշնամ անորդ ամուսնանամ դե ոչ երբեք Ինչ ամնա այո ուրեմն ուզեցին զիս ճանչնալ երբ իրենց նկատի առաջին անգամ դեր հորդ միասին խոսեցանք եւ այլն եւ երկրորդ այցից արդեն խոսքաբը ունելու միտք ունեին արդեն Քանի տարեկան եք այդ ժամանակ 31 1900 32-ի մոդեր այո եւ այդ միջոցին այսինքն երբ մեր նշանդուկը եղավ նշանվեցանք Թշպախտապար քեշպամը բադայցավ մայրս ինգավ եւ գոնկը գոդրեց բայց ամջոցին այսօր գարելությունները չլալուն համար թշպախտապար հիվանդանոց դրինք մեր հայկական հիվանդանոցը որ բոլիսում է հոն մնաց եւ այնպեսի ժամանակ մեղա որ մեր ամուսնության, այսինքն քաղաքական ամուսնության օրը հասած էր, բայց ինքնագավին հիվանդանոցներ եւ մենք կարելիություն չունենք զինքը դեսնելու, որովհետեւ կոլերայի հարցեր ելավ Թուրքիո մեջ այդ միջոցին, ուրեմն հիվանդանոցները արգելված էր այցելել։ Ուրեմն հարցը այնպես եղավ, որ մեր օրը եկած էր եւ անհրաժեշտ էր որ դրաս ասիկա քաղաքական մսակ մնե Երթանք քաղաքական բսակն հետո գհեդացինք ծեր եկեցվո արարողությունը Թշպախտապար քաղաքական բսակի օրը ճիշտ այն օրը երեսմացավ այո այսին հուզումնալից վիճակ մներ բայց Թշպախտապար պամուչենք կրնել ուրեմն քիչ հետացկեցինք 40 օր հետացկեցինք մեր ամուսնության հարցը 40 օրը հետո ամուսնացանք եւ հետո միտքը ստրած բանս որներ Եվրոպա մեկնին առաջացուցին գատ միտքը եւ գնոջս էլ հասկացվեցա ընտանիքին էլ հասկացվեցա եւ ես ջամփանարի դեպի Եվրոպա 5 ընկերներով այո իր պապայի հետ եւ հայրիկի հետ աներհորս հետ այո ինքն էլ եկել էր որ վերահսկեր այո սխալ բաներ չանի ինձ աշու միասին ինձ հետ այո եւ եկան միջև Եվրոպայի փոր երկրները բծդել է հետո վերջապես որ սխալություն մնացել սխալություն որովհետեւ այո որովհետեւ երբ ես Բելգիա հասա եւ ուզեցի ռեֆյուժի պոլիտիկը լալ մարտիկեսին որ պասպորը արդեն լեցուն է բաներով դուք պետք է առաջին երկիրը որ մտածեիք պետք է ռեֆյուժի լալիք Թշպախտապար չընդունեցին զիս այո բայց ես այնպես էի որ գինս բերեմ նախ եւ առաջ եւ գինս անցի եւ հետո գտնամ երթալ բաղադիլ խոսիլ եւ այլն եւ իրենք համոզել եւ նույնպես եղավ արփին եղավ առաջին երկիրը լալով հոս եկավ հասավ հանձնվեց այո հանձնվեց եւ ընդունեցավ թուղթերը արավ ստորագրեցին եւ այլն քանի ժամանակ հետո ես իրեն հետ միասին կացի այնտեղ որ գանչված էր կացի մարդը գանցավ զիս անշուշտ ասավ որ մեծ չեք կնար սի ներողություն բայց գինս է
դուք ինձ ընդունեցիք ինձ բիդի ընդունիք մարդը խժմուդանքով այսին մտածումով անպայման մտածեց անպայման որ այսպես ամուչեմ գնալուներ գնալ զադել այրև գինը եւ ինձ ընդունեցին քանի տարի հետո դա արդեն նույն տարիներուն արդեն նույն տարի 71-ին ամեն ինչ 71-ին եղավ եւ երբ մենք սկսանք սենյակի մեջ ապրել մեբլե սենյակի մեջ ես սկսա մեկը փնտրել որ ինձանի դեղմը աշխատելու համար եւ այլն ինչ որ լա կորզը պատրաստ է ունելու այնքան հույն մեկ բարեկամ ունեցա որ մեր փողոցին ծայրը գաբրեր մեր ապրած փողոցին ծայրը քիչ մտրկերեն գիտեր այսին իմրոզուսված գղզիան եկած էր բելգիա սա որ ես քեզ անիմ քեզի սա գարդուիդի ոնդը պրեստեկ ասված ֆիլմ մգացա բանը այսին ընտերիմ ֆիրմա մնացավ քեզ ամեն կորս մգրնան կտնալու գներեք դուք կան ֆրանսերեն խոսում եք ֆրանսերեն ոչ չէ խոսում մարտունքերեն հայերեն այո հետո այս մարդը ինձ դարավատեր սին որ դուք ինչ կուց կնեք եւ այլն սի ինչ որ լա ինչ որ դակ կնեմ բայց ամեն բանը գրնամ ցերկես եկած չափ ունելու չնալ սին նախ եւ առաջ մենք հիմա այժմ բամուչուինք բայց մենք գնանք ցեզի կալ ցերբնը լուրցկել եթե մկտնանք ամենջապես կուկանք շատ չդեվեց 3 օր վեր արդեն գինը ինքնաշարժով եկավ սա որ դուք սա բարոնը սա վարիչ եկա ամենջապես ցերբնեն վարիչա սա դուք ունեցել ապենտյուր քիչ էներգիա եւ այլն գիտեք եւ այլն սա անպայման գնամ խնդրի եւ այլն եւ առաջին կորձիս մտա այսին առաջին կորձս եւ վերջին կորձս ներ ներկել է Pfizer այո Pfizer no Pfizer produit pharmaceutique այն տեղի արտադրման ֆիրմաներ կացի հոն եւ ամենավատ կորձը որ մակրել պետք էր լաբորատուարները մակրել պետք էր ամոնիակով եւ այլն իրենք ճուզեցին իրենց նկարարը որ ֆիզերի նկարարներ ճուզեցին մարդը ձերը լալու համար ճուզեցին որ ինքը անանկիստելա թուրսեն մեգապեի այսինքն ինձի ես անաշխարեցա աշխատանքից միջոցին լաբորատուարները մեջ մեգջանցա որ ունետ քիչ շատ անգլերեն խոսելով համոզեցի զինքը որ թող երթա եւ ինձ համար խոսի դիրեկցիոն այսինքն որ ես գուզեմ Pfizer մնալ ո աշխատիլ քան թե բուդալի գերբով այսինքն 15 օրը 3 օրը շատ լավ է մարդը գնաց համեսօրեն գնաց եւ դիրեկցիոնն հետ խոսավ դիրեկցիոնը ասին որ անգարի ասմարտ չեն կնալ որտեղ ոչ լեզու գիտե ոչ բան գիտե ոչ աշխատանք եթե լմնա պիտի երթա նորեն ֆիրման վերադարձա մարդը շփոթապար ինձ ասելով թե չընդունեցին ես նորեն սկսա աշխատելու կորդիս եդևեն ժամանակ մեդո նորեն բնտեցի որ այս բարոնը թող երթա նորեն սոնդաժ մոնը այսին դիրեկցիոնի մոտ ասանկամ ցերեն որ ասմարտը ինչպես այս չափ կփրնես այս մարդը շատ լավ աշխատի ամենա դժվար կորձ դու վիճարտուն հիանալի գերբով աշխատի մասկուրավ ամեն գոմի եւ այլն պերմը մտեսնամ սամարտը ելակացի դիրեկցիոն խոսեցանք եւ այլն սա որ նայեցեք մենք ցեզի հետ այսօր ընդունենք մենք 25000 ֆրանկ դուք պետք է վճարենք այդ ֆիրմային ես ցեզի բանկուդամ որ խնդրեմ ինձ դալիք տրամներն հետ կդրեցեք տրամը այսինքն ինչի դուք պետք է վճարեիք 20000 ֆրանկ իրենք պետք է վճարեին որովհետեւ իրենց մեկ կորձավորը գլխի անեցին ասելով իրենք բայեցին ասելով հոգ չես ապրի վճարենք տրամը եւ ես ֆիզեր մնացի at խոջավիճակը այսինքն ամենից փոխեցավ կորձի մդերիա այսինքն ինչ էի կանում նույն կորձը մակությունները մեջը եւ ներգերը եւ այլերին հետո սին որտուն մագազին մի աշխատից այսինքն մատերիալ մենեջմենտ վարը մանուել կորձեր այսինքն ոչ չսի անշուշտ ամենից սկսա աշխատի օրմը դժբախտաբար մեքենայով կամիոնի մեջ աբրանքները ծնող մարդը վանտացավ Հիվանդացավ գրեթե մեկ ամիս նույնը պետք էր մնար ես բարեբախտաբար այդ միջոցին այդտեղեն գանցնեի եւ մարդուն այսինքն իրեն շեֆին բորալու ցևը լսեցի ասելով թե ասմարտորեն հիվանդացավ եւ ինչպես պիտի հիմա այս կամիոնները ով մի լցնե եւ այլն ես համեստորեն մոդելացի որ
քանի մը ֆլաներն գտնալով ինքը որովհետև 5 ֆլաներ ասի մախիկ բրոբերն աստու բրիֆ եւ Məsələn, orada gələr məsələn ինչ գիտես մեքենան գազ կնած չես հասկանալ էսի քանի անգամ դեսած ինչպես մարդը գլեցինը որ կամյոնի մեջ ուրեմն սիգարելի է թե թույլատրի գտնամ սովորեմ անշուշտ մարդը ոչ usավ այո usավ չեմ հետո usավ նայենք մեմ պրոբլեմ մարսավ այսին ֆլամերը էսի ինֆո փորձեմ անգամ usավ լավսի արի մեքենայում պանը պալետը եւ թույլ կամյոնի մեջ լավ է սա continue այսու կամյոնները ցույցի մարդու ուրախեր սալ ուրախեի այսի մեգամիս կրեդե ատկորձյոն եւ սա որ մարդը at սպիդերտան մի խոսին որտուն ասկորձը ցեր կառնես դու մեր կլարկիստը լաս անորվնեյեր հարաշտումություն ցույցի անշուշտ մեծավ ֆիզերի ներքին մատերի մեծան ավելի նոր մեքանաների եւ ես անշուշտ անոնցով քիչ բաներա շավուեցա եւ մինչեւ 2003 երբ մինչեւ ֆիզեր կոչվեցավ այսինքն բելգիո գարավարությունը դուրերը դժվարացնելով ամերիկացիները փախչեցին եւ ամերիկացիները որ մենք այս պրոդուկցիոնը ես Թուրքիային բերդանք ես Հնդկաստանին եւ աստղը բերի կոչենք գրեթե 500 հոգի դատաբարդվեցան աշխատանքության ես այն 64 տարեկան լալուս ազատեցա գրեթե մեկ տար շոմաժնելով եւ լավ վարչադրվելով այսինքն ինչ դարքից ճանապարհի մեկ տարի շոմաժն վերջը պենսիոն եղա եւ վերջապես իսկ Արփին ինչով զբաղվեց այստեղ Արփին հաշվագալեր անկնալ ամերիկյան ֆիրմայի մեջ աշխատեր մակկանների կսունցված ֆիրմամը որ ամերիկյան շատ մեծ հաստատություն ուներ պուբլիսիտեի վրա երկու քսալ քրեթան նույն բարիներուն բաներանք որ իր կորսնալ բաներով խախտվեցավ դժբախտաբար ինչ մե կարիմը ամանակեդո ինքնալ հանկարծ գոչվեցավ այո 10 տարի դարբերությունն են գարտեն Արփին հետ 10 տարի դարբերությունն են գայ եւ մեր տանը մեջ հանկեստորեն ապրեցանք մինչեւ իր մահը որ եղավ 2018-ին 70 տարեկանին կյանք ավարտեց ոգինավանտեց խեղճս 40 տարի միասին 50 տարի միասին մի համերաշխորեն օր մուչենք գրված օր մուչենք գասկած չկար որ մենք իրար 50 տարի սերեցինք այսօր մինչև նույնիսկ դեսնես մարիչ նկարը դրածեմ սեղանցենյակից մեջը ամեն օր գխոսում իրեն հետ կբատում են բաներ որոնք եղած են օրվան ընթացքին գխոսում եւ այո չեմ գրծածքինս մորնալ նման սեր ինձ թվում է հիմա շատ դժվար է քիչ դժվար է այո այսօր շատ դժվար է դարձում այսօր մարդիկ շուտ գաջաբարեն ամեն ինչ շուտով ունել եւ ասիկա դժբախտությունը որովհետեւ մարդիկ գզզվին գարքն բաները որոնք ցույց կտա որ իրարու հետ շատ լավ չեն եւ գզավին դժբախտաբար այսօր դժբախտաբար բիսան որովհետեւ զավակներով եւ այլն շուչաբատված ընտանիքը կպաշնվի կգիսվի այսինքն դժվար է շատ դժվար է որովհետեւ դժվարության համար մարդիկ արդեն նույնը չեն ասենք այո սիրով փաստորեն երկու աղջիկ ունեք, հա? Երկու աղջիկ ունիմ, Անին եւ Սետան, Երգորյակ են եւ Զուկատիվություն 1974-ին ծնվել են, այսօր 51 տարեկան են եւ ես ինձ հետ շատ լավ եմ, այսինքն ես զավակներս վերջին ասիզանգը սիրեմ, իրենք ալինձ իմ վրա կուրկուրան այս վերջին տարիներս ինձ համար շատ դժվար եղավ, որովհետեւ 7 տարի առաջ գինս կորսուցի, բայց չեմ գիտեր աչքեր սալգարդն քիչ մը նվազեցան դեսնել ուրեմն ինձ առաջարկեցին որ հայրիկ Եգոր ուքլի մոտ մերաբրազդերի մոտ աղջկանս մեկը ավելուից գաբրի մյուսը ոստել մոդերը ուքլի մոտ գաբրի ասավ ավելի լավ գլավ մենք քեզ շրջաբադենք քեզ հետ միասին լանք ավելի ասենք որ Բրյուսելից դուրս էի կապում այո պրոբլեմը նիվելի եւ բրենալուի միջը փոքրիկ ավելի հարմար էր որ մոտենայի այո գարկը քշեր դժվարություններ բիդելար հետո մեր նոնդեղը անանք շատ օտոբուս ելեն չի գա ուրեմն դժվար բիլար այսինքն համոզեցին զիս եւ եկա այսօս հիմա ուկլաբրում եմ այո ռեզիդենսիի մեջ քրեթե կոհեմ
Շատ գեղեցիկ ու ջերմ տունի կա։ Աղջիկներուս ցերկը միշտ վրաս է, այսինքն Աստված պահի։ ամեն արդուգը հրացանեն հայրիկ, ինչպես է լավես, բարիմ բերկունից եւ այն ճուր, ճիդեմից եւ այն։ Այսին շատ լավ են իրարու հետ։ Դե շատ արևա։ Քանի հատ թորնիկնիկ։ Երկու թորնիկ ունեմ, այսինքն առաջինը անի զավակն է, կեղամիկը։ Կեղամիկ կսեմ, որովհետեւ ինձ համար միշտ փոքր է, բայց 25 տարեկան է արդեն։ Արդեն եղամիկ չի։ Արդեն 25 տարեկան է, Ֆրանսա Անտանուսի մեջ պսիխոլոգ լավ աշխատի։ Լավ։ Պսիխոլոգ է։ Իսկ սետան Լեա անունով աղջիկ ունի, անալ 16 տարեկան եղավ, այո։ Պրոցում։ Այո, ինձ համար ասենք իմ կանցերս են այսինքն։ Այո։ Դժբախտաբար ուրիշ ընտանիքի բարակացունելու համար զավակներս եւ ընտանիքներս միակ կանցերս են։ Իհարկե, դա մեծ երջանկություն է, երբ որ բալիկները, թորնիկները իհարկե չպատկերացնում 50 տարի հետո ձեր կնոջը կորցնել, ասենք հիմա որ տեսնում եմ, ասենք ընկերները չեն տեսնում ձեր դեմքի արտահայտությունը, երբ որ դուք ձեր կնոջ մասին պատմում եք, բայց որ ես տեսնում եմ, ես մտածում եմ, որ նման սեր դա երջանկություն է սերը ապրել, այսինքն ճիշտ է պայմանները դժվարություններ եք ունեցել, հարադևում է դակավին։ Դուք ձեր դժվարությունների մասն եք ունեցել, հեշտ եղել, բայց դուք դա չի անդրադարձել, ասենք ձեր սիրո վրա։ Երբեք միշտ համերաշխորեն ապրեցանք միասին, ամեն ընտանիքի մեջ երբեմն հագարակ խոսակցություններ գնալ, բայց միշտ գրնային կենտրոնանալ եւ օրմը լուծում գտնել։ Ճիշտ է։ Այո, այո։ Ուզում ասեմ ուղղակի ես հիանում եմ ձեր անդով ինչի համար, որովհետև դուք մի շատ դրական ու շատ ակտիվ կյանք եք վարում, այսինքն անգամ ձեր կնոջ կորուստից հետո, ինչը ինձ թվում է շատ մարդկանց համար դժվար է, որտեղ ոչ թե միայն կինն ես կորցնում, այլ կյանքի ընկերուհի, ամեն ինչ, եւ շատ դժվար է դրանից հետո վերսկսել կամ վերգտնել, ասենք կյանքի համը, հա, ասենք պետք է դուգնանք, պետք է պոզիտիվ լանք ամենակարևորը։ Հիմա ասենք կվերադառնանք եկեղեցու բան, բայց դուք նաեւ հայրենի դասեր եք տալիս, չէ՞։ Անշուշտ, երեխաներ կան, մեծեր կան, նույնիսկ մինչև Լուվեն գտամ բելգիացի մեկ պրոֆեսորի հայերեն սորեցնել, որը մարդը հիացած է Հայաստանի վրա։ 5 տարի առաջ իրեն հետ հասկացվեցանք եւ սկսա իրեն հետ հայերեն սորեցնել։ Մի հատ ասեք էլ ինչ եք արվում այդ դասի ժամանակ, դա շատ կարեւոր է։ Ինչ եք արվում այդ բելգիացի։ Այսինքն այփենքիմի ժամանակ շատ ոնց անցած է, մենք հիմա քրագանության մասին խոսենք, մեր քրագանները բանկանենք, հետո ինչ գիտեմ շատ կարեւոր քիրքեր թուղթադում ենք եւ հարցումներ եւ իրեն բաներ գկրեմ, հարցումներ գկրեմ, իրենք պատասխանները գկրե հայերեն, այսինքն շատ հաճախած է եւ նույնիսկ վարդանեն դուդու հասարած է այսինքն այս մարդը, այո, ամբողջովին հայացել։ 5 տարի առաջ երբ հայդուն եկավ, 5 տարի առաջ երբ հայդուն եկավ, ինքս ճանաչում, սա որ սա հոլմբրեր պրոֆեսոր մնամ Լուվենի մեջ, համալսարանի մեջ, ես Հայաստան կացի եւ հայերեն սորվելու միտք ունիմ, արդյոք մեկը գա ստեղծավ աղջիկներսին, որոնց ուսուցիչներսին, որ ասմարտեսին, քանի մոլեզու գիտե, խնդրեմ ինքսի շատ լավ գերբով հայերեն գնա սորվեցնել։ Այդ օրվան է վեր համաձայնեցանք, որ ես ամեն ուրբաթ գերտամ արդեն 5 տարի է։ Արդեն 5 տարի, 4 տարի է իրեն։ Բայց իրեք ինչ եք հիմա կարդում Վիլյամ Սարոյանի։ Հիմա մենք Վիլյամ Սարոյանի 1964-ի Թեբի Բիթլիս ըսված քիրքը թողտադում ենք։ Մարդը հիացած է այդ քիրքին վրա, որովհետև ինչպես գիտեք Վիլյամ Սարոյանը շատ մեծ քրագան մներ Ամերիկայի մեջ, մեր հայկական բանով։ Իր ընտանիքը ինքը Ամերիկա ծնվել է, բայց իր ընտանիքը Բիթլիս քաղաքում, Թուրքիո Բիթլիս քաղաքում, այսինքն հոնձմել է։ Եվ Սարոյան օր միտքը դրած է, որ Թուրքիա իրտամ եւ Բիթլիսը իմ հորս մորս ապրած ծնված եւ ապրած դերեսնեմ։ Ուրեմն ինքը 1964-ին Թուրքիա գուկա։ Թուրքիո մեջ գտնե Մարմարա լրակրի մեկ գրողը, որ գոչվի Բարոն Զոբյան, Պետրոս Զոբյան։ Անոր հետ կհասկացվի եւ գսե որ ինքնաշարժը գտնանք եւ ինձի ընդրեցի եւ ինձի ամբողջ քաղաքները դծնելով ինձի Բիթլիստար։ Այսինքն գսկսին Բոլիսեն ամբողջ Սևզովրան շրջանցնելով, Էրզուրում գալով եւ մինչեւ Բիթլիս գալիս են եւ
Այս պատմությունը, այս մարդուն հետ աշխատում ենք այսօր։ Ինչ հետաքրքիր է բերյացի։ Ոչ մի կապ չունի հայերի Աստված հետ։ որքան սիրում է ասպանը, չեմ գիտեր, մենք պիտի ասեմ, որ առանց փախտadելու, առանց այբանելու ավելի շիրագը, մենք մեր հայրս երբեմն մեր հայերենը սորվելու միտք ունենք, դրնամսել, գարկմայեր, ամենք չէ, գարկմայեր, կամ իրենց զավակներուն չեն ուզել, այո, չանք տապել, որ հայերենը սորվի, այս մարդը բելգիացի լալով հիանալի հայերեն սորվեցավ, խոսի, կգրե և կգարտա։ Հիանալի է։ Պարոն Հարություն, դու մի պատմություն պատմեցիք շատ հետաքրքիր դեր ազգանունի մասին։ Իմ ազգանունի մասին, այո, ասկե մոտավորապես դարի առաջ Սկզբում ոնց էր դեր ազգանունը։ Սկզբում լյուլեջի էր, լյուլեջի, Հարություն լյուլեջի էր, լյուլեջի ըսելը, այսինքն Թուրքիո Էսքիշեհիր ըսված քաղաքի մեջ քարմը գա, որ այդ քարը որ մեր հայկական թուֆին շատ կնմանի։ Քարմը գա, որ գնաս քանդագել, աշխատել եւ այդ բանով պիպի գլուխ շինել, այսինքն։ Այո, այսինքն երբեմն ասան կտեսնեն ջերմակ քարմն է, որում մեջ բանը գտնեն, տուտուն, այսինքն ձխախոտ գտնեն եւ պիպ կսարքեն։ Այո, այդ պիպը շնող մարդը լյուլեջի գլա, որովհետև այդ պիպին ձխախոդի տրված բանը լյուլեգ գոչվի։ Պիպը հայերեն ոնց էր, գա հայերեն։ Չուբուխ, չուբուխ, հա, երևի թուրքերեն, հայերեն բառը չեմ ճանաչում։ Այդ պիպը, որ բան մոնի, ձխախոդի տրված մոնի, լյուլեգ գոչվի, ամ պիպը շինող մարդն լյուլեջի գծվի։ Բայց այդ պիպը հայտից չեն սարքում, քարից են սարքում։ Չէ, ընդհանրապես դախտակ է բանը, բայց ձայրը, ձայրը քարե, ձայրը քարե, այդ քարը որ ասած է։ Եվ դարի առաջ չգսսա որ անին հայրիկը չես կարծեր որ 1923-ին երբ ռեպուբլիկ եղավ Թուրքիան, Աթաթուրքի միջոցով, եւ այդ միջոցին բաբան իմ հայրս այսինքն յետևի Յան Մասնիկը հանեց, որբեսի թուրքական ծև առնե մի քիչ, այդ միջոցին մարդու ունեցած դժվարությունները, բայց չես ուզեր որ հայրիկ, ես այսօր թիմում ունեմ եւ այդ Յան ասված փոքր Մասնիկը լյուլեջին գծենք, այո, եւ հաջողեցավ, այսինքն նամակներ գրեց, ակտներ բռնեց, չեմ եւ ամեն ինչ վրա անին, եւ մենք այսօր Հարություն լյուլեջյան եղանք, իրենք անի եւ սետա լյուլեջյան, կերամիկ զալանշուշտ, անալ լյուլեջյան։ Շատ Հիանալի բան։ Վերադառնանք ամենակարևոր չէ, բայց ինձ թվում է ձեր կյանքի 50 տարվա արդյունքը։ Ոնց ստեղծվեց եկեղեցու հետ կապը ստեղ, ոնց ստեղծվեց այդ երգչախմբի գաղափարը, քանի տարեկան եք, ոնց պատահեց դա։ Եկեղեցու գաբս շատին է, որովհետև երբ դպրոց կերտայի, ցանկանում եք շարունակել։ Այդ տարիքին արդեն մեզի եկեղեցի կդանին դագյուրերը, որ բادرակի մասնակցենք։ Ուրեմն ականջս միշտ լեցուն եղած է, վատսալ այսինքն բագաս չէր։ Ուրեմն երբ Թուրքիայեն հոս եկա, առաջին հերթին իմ բան եղավ հայդուն մփնդրել, երկրորդը եկեղեցին փնդրել։ Հայդունը կդա Բուլվար Սեն-Միշելի վրա, Սեն Միշելի ճիշտ չմաց։ Հայդունը կդա հոն քիչմը ուրախացա, որովհետև փուն մգար այսինքն, մգար։ Հետ հարցուցի որ եկեղեցին ուր գտնվի, ինձ դխրորեն ասին որ եկեղեցի ունենք, բայց երբեմն 71 թիվի մասին ենք խոսում։ Այո, մենք եկեղեցի ունենք, բայց երբեմն Փարիզեն քիչ արքեպիսկոպոս կա եւ ոստեղ, այո, եթե ամուսնություններ կան, ամուսնությունները գնե, եւ ամթե բادرակներ պիտի մատուցվի, եթե մեծ օրերու մասին, ծնունդի կամ զարգի միջոցին եւ այլն, այն adem կարիս է եւ հոս անգլիկան եկեղեցի ունենք, որը գտնվի Ավեն Լուիզի վրա, Գուդու Ստրասար, գարձե թե շումորցա, այդ անգլիկան եկեղեցու մեջ մենք բادرակները գնենք։ Իրենց արաբոդյան բادرակեն հետո, իրենց մենք ցերեգեն վերջը մեր բادرակները գնենք, այդ միջոցին Դիգին Բեյլերյանը գար, որը այսօրվա մեր գարտացած քիրքերը ինքը շինած է առաջ անգամ լավ, Դիգսոնա Բեյլերյանը, որ այսօր մահացած է, իր ղեկավարությամբ
եւ Ժոզյան Կալանտարյանի հետ միասին քանիմը հինանցերեն, այսինքն շատ մեծ ցայներ եւ այնպես չգար այսօրվան մեծ, բայց գմասնակցեին եւ գային գերկեինք այդպեսով բادرակ գնեինք, բայց ասիկա 1990-ին փոխվեց ամառշուշտ 1986-ին 85-ին վերջը քաղաքային վարչությունը ինքնադարձավ որ պետք է եկեղեցին բանանք, որտեղ եկեղեցին օձենք, որտեղ հայաստանցի հայրս սկսած էին կալարտեն։ Ուրեմն ժողովուրդը շատ նալով կարևորություն զգացինք եկեղեցի մշինել։ Եվ 1986-ին այդ միջոցին այս արդեն մաս կգազմի ասամբլեի այդ միջոցին 8 տարի ասամբլեի մեջ աշխատած եմ այսին։ Սկսանք ամեն քսալ մեր քաղաքները, մեր աբրացդեղերը հայեր փնտրել եւ անոնց մե օգնություն խնդրել իբր թե սելու համար եկեղեցի մբիրի կանգնենք օգնեցեք մեզի եւ այլն։ Շատ մեծ բարերարությամբ բարեն Արտին Խաչիկովի բարերարությամբ 1990-ին մեր եկեղեցին օծվեցավ երկու կաթողիկոսներու կողմից։ Այո, առաջին եկեղեցին է որ երկու կաթողիկոսներով օծված է այսինքն։ Այո։ Այն օր երբ եկեղեցին բացվեցավ, անշուշտ Փարիզեն երջախումբերացեր եւ այլն հիանալի գով եղավ, բայց վերջը մտածեցինք որ հոսալ մենք պետք է բամը ստեղծենք։ Երբ ես աներհորս հետ խոսեցա պոլիս հայրիկսի աստղի ինչպես պրի գազմեք երջախումբ դղասուսավ տուն ամեն ինչին գադրել գրբով գրնասնել հայրիկս ես բամը չեմ գիտեր ինչպես ինեմ ինչպես պրի սկսենք թում հոգմին ասած քեզի քիրքեր կղրգեմ փաներ կղրգեմ Թունուսավ հանցնարատ գործը եւ ես որ հանկիստորեն մի գնաստագենել այդպես աղավ սկսանք չանացին աչեն ծախեն երդասակներ խանտավարել որբեսի կան եւ մեզ հետ միասին այդ երջախումբը գազմել հետո քանի դարին հետո մեր զվարճը հասավ եւ այսօր դժբախտաբար մեր դիգին Կալանդարյանի մահեն հետո ամեն դեսագետով հանցնարավ օրգանիստը լալով այսինքն երկեոնի նվակով լալով այո զվարճը եւ սկսանք մեր փոքր երջախումբը բազմացուցինք այսինքն այսօր մոդավորապես 25-26 անցունինք երջախումբի մեջ ամեն շաբաթ չենք գա բայց առնվազն գեսը ամեն շաբաթ ներկայ է դժվար է ինձ ամեն շաբաթ եւ մենք շատ ուրախ ենք որ այդ մեր եկեղեցին ամեն շաբաթ լի լեցուն է նույնիսկ նսիկ դեղեր չկան եւ մեր սիրելի քեվոքը որ մոմագալն է ինք գճանա ամիջապես աթոներ բերել չլեմ ինչեր բերել եւ ավելցնել որպես մարդիկ կարողանան նստի ես շատ ուրախ եմ ասակերով որ մենք ունենք հավատացյալներ որոնք ամեն շաբաթ կհաջախեն եկեղեցի եկեղեցին հետո մենք ունենք ընդունելության դեղմը նույնիսկ քիչ փոքր է բայց կով եկալով շատ ցնենք անդր գդակցնենք այդ մտնոլորտը ուրեմն որ այդ եկեղեցուցերո այդ ձեր ընդունելությունը շատ կարեւոր է որտեղ հնարավորություն է տալիս մարդկանց զրուցելու շփվելու ծանոթանալու ուղղակի հիշեցնելու համար էլ ասեմ որ մի քանի ինտերվյու առաջ նանոյի հետ էի ինտերվյու արել ու Աշոտ Մանուշակի հետ էի արել ինտերվյու Մանուշակ ասեց որ բամ եկեղեցու դպրոցը ես բացարձակ գաղափարություն է ասեց ինչի մասն ես խոսում բանանան հետո նանոյի ծանոթացա Մանուշակ այս ինտերվյուները շատ հետաքրքիր են պարոն Հարությունյան որտեղ մեկը մյուսի միջոցով ուրիշին մարդկանց մասին եմ իմանում ու շատ հետաքրքիր ու շատ լավ միտք է քա որ շատ լավ միտք կա որ մարդիկ կարող են գնալ եկեղեցի եւ երեխաները կարող են իջնել ներքևում դպրոց աջակցել որը շատ լավ դպրոցա ահագին բաներ են անում ճամբարներ են անում եւ այլն տարբեր գործունեություններ են անում ամսի 16-ին էլ բան են անում Ուրիշ կա զորնակ մայրեր եւ նիկներ որոնք գալիս են իրենց փոքրով նախնդում են իրենց փոքր վար դանել որբեսի չիներվին եկեղեցի ու իրանք էլ կարողանան պատարակից երկար է մեր եկեղեցին ասու 2 ժամ է ուրեմն պատարակը վայելել անշուշտ շատ լավ ու այդ դպրոցը այդ պատարակից հետո այդ հյուրասիրությունը որ կարող է մարդիկ կարող զրուցել ձեզ հետ զրուցել մնացածի հետ շփվել ցավոք սրբի փոքր է բայց մենք ուսկում ենք այդ մտնոլորտը որ իրարու հետ կարևոր ջերմա իրարու հետ հարաբերությունները եւ այլն մարդուց իրարու հետ հասկացվելը խոսելը պատմելը իրենց բաները եւ այլն կարևոր շատ կարևոր է Շատ կարևոր է իհարկե ես գտնում եմ որ շատ կարևոր է նաև այդ պատարակը
եւ նաեւ այդ ձեր երգչախումբը մի ուրիշ ջերմություն է տալիս պատարագին Հետո մեր եկեղեցական շարականները, որոնք մասնավորապես հիանալի են, ուրեմն հնարավորություն է տալիս մարդկանց նաեւ շարունակել լսել շարականները անկախ եկեղեցական երբեմն ունիմ բելգիացի բարեկամներ, որոնք ուզում են եկեղեցին գալ եւ լսել ինչպես է մեր եկեղեցու երաժշտությունները եւ այլն, ամենքն հիանալի երբով ուրախացրով գվերածանեն իրենց տունը։ Իմ ինքնին Երևանից եկել էր, գնացին եկեղեցի, հիացած էր երգչախմբով։ Մեր բնականությունը լիոլի լինելու դա մեր երբեմն երևի չենք գնահատում այն շանսը, հա, որ մենք ունենք ունենալ, որտեղ միշտ ունեցել ենք։ Այսինքն միշտ ունեցել ենք, նրանք որ իմ տարիքին են կամ ինչ, մենք միշտ ճանաչել ենք եկեղեցին երգչախմբով, բայց երբեմն չենք մտածում, թե ինչ արժի այդ մարդկանց, ինչ ջանք արժի այդ մարդկանց համար, ձեր համար, ձեր ամբողջ այդ 25 հոգի կազմի համար, ամեն կյակի գալ եւ լինել եւ մեզ այդ հայտուքը պատճառել։ Մենք ուզում էի արցի օգտվեի իմ անունից, ես ասում եմ իմ անունից եւ Բելգիայի անունից, բայց վստահ եմ, որ շատ հայեր նաեւ կմիանան ինձ, նախ ի վերջո շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր անձին ձեր երգչախմբի, որ գալիս են ու մեզ պարգևում են այդ հիանալի պահը, ինձ համար ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ շատ են երգել, հենց ընտանիքը շատ երգել են, papan երգչախումբ ունեցել Բրյուսելի ինստիտուտում, ես փոքր ժամանակ իրանց այդ համերների եմ գնացել, այդ ազգագրական երգերը իմ համար շատ հարազատ են ու ես որ գալիս եմ, ասենք որ գալիս եմ եկեղեցի, ձեր երգչախումբը ինձ ուղեղս անջատում է։ Ես չեմ կարող բացատրեմ ձեզ, ես դուրս եմ գալիս, ասենք դա ինչ որ մի իսակ ուրիշ ընդհանրապես ասում են, չէ՞ որ երգը շատ բուժող բաներ ունի։ Երկրորդական երբով մտածել պետք է որ մեր ավանդությունները պետք է բանկ պահպանել։ Այսօրվան 1800 տարին ի վեր գալիս է, մենք 301-ին այդ ամեն ինչը չի վճարվում, հասկանում եք, դա ժամանակից է գնում, դա, այսինքն անձնազոհությունն է դա մեջը, անձնազոհությունն է դա։ Տեսեք դուք ձեր ընտանիք եք ունեցել, աշխատել եք եւ դրա հետ զուգահեռ այդ մի կիրակի օրը, որ դուք կարող եք ձեր ընտանիքի հետ անցկացնել, հատկացրել եք գնաք եկեղեցի, պարապեք եւ այլն, գուցե ուրիշ օրեր եք պարապել։ Ուզում եմ ասեմ դա չեմ ասում ինքնազոհություն է, հա, դա այսինքն դա որոշում է ու դա ցավոք սրտի այսօրվա դրությամբ շատ մարդիկ ասում են եթե գումար չկա չեմ ուզում կամ այսինքն գանանց որոնք այո ունեցած եմ ագանանց եղած եմ զորինակ ումը մեկ մարդ եկավ հիանալի ցայնով բայց իր ցայնը երբսեցի ես բաս ցայնը երբսեցի խնդեցա աս մարդի եթե եկեղեցին երկե ինչ ուրախ բիլա Եվ մոդեսով գնամ ցեզի հետ միասին աշխատել գնամ կալ եկեղեցի եւ երկել եղբայր ինձ մեծ ուրախություն կպատճառես անպայմանոսի ասեց ինչքան եք վճարում ինչքան եք վճարում ասավ ինձ ապշած մնացի որովհետեւ մենք չենք գնար Երևանայել որ եկեղեցու անտեպ ունեցած մեր նվիրվածությունը այո ադիգա չենք գնար դրամով փախadել անգարելի է ադիգա քո հավատ դե քո մեջը դեկած բան դե չես գնա դրամով փախadել ադիգա ես գիտեք ոնց այսօր որ ինտերնետ այդ ամեն ինչը շատ ավելի լայն ավելի հեշտ այսինքն ավելի հասանելի է ասենք այդ ամեն ինչը բայց ասենք ձեր նման մարդկանց Ժուզյան Քալանթարյանի նման մարդկանց շոհի տարիներ ի վեր այդ տրադիցիան այդ հայկականությունը հա փոխանցվել է սերունդից սերունդ իհարկե հետո մեր մեջ ունեցած մեր հարաբերությունները օրինակ էս Զվարթը Մերինեն Մարինեն Սիլվան եւ Ասոնգան փոչ դարիները վեր մեր մեջն են միասին ենք միասին եւ իրենց աշխատանքը մեծ է իրենց աշխատանքը իրենք ալ զողություններ գնեն իրենց փոքր զավակները գցկեն գուքան դե երգչախումբը մենակ բարձ է որ երգչախումբը ձեր գործոնը շատ կարևոր է որտեղ դուք ղեկավարում եք բայց երգչախումբը չի կարող մեկ հոգով լինի դա ամբողջ խմբի աշխատանք է ու համար ես ասեցի յուրաքանչյուր անդամին շնորհակալություն եմ հայտնում որ մեզ այդ հաճույքը պատճառում են ամեն կիրակի հնարավորություն են տալիս ես շնորհակալությունները եւ կարծեմ թե ցերկանանքը սկայի այսինքն հասկանալով խոսում եք ուրեմն
ինձ համար ուրախություն կպատճառի, հա շնորհակալ եմ։ Ցավոք սրտի անկիրեկի չեմ գալիս, բայց երբ որ կար ճիշտ եք ասում, պետք է մի քիչ ավելի, հա, ավելի պետք է մի քիչ կազմակերպվել, հա, բայց ամեն կարամ ասեմ sense, երբ որ մի քիչ դժվար պահա լինում, գիտեմ որ կարամ գամ։ Ինչու՞ չէ։ Կամ լսեմ ու այդ ջերմությունը, այդ վերջում ջերմությունը շատ կարևոր է ինձ թվում, այն համար բոլորի համար։ Գներշնչվի, որովհետև մենք այդտեղն է որ փնտրում ենք եւ տեսնում ենք ամենու համար չեմ ասել որ այսօր հավատք այնպեսի բան որ չես կնարկիտնալ ով ունի ով չունի բայց եթե եկեղեցին ներս իր քայլը գտնե ասել որ ինքն արդեն ուզում է այդ բանը լսել ատուրախտուն Մյուս կողմից եմ մտածում այսուրբին խոսակցությունը քարոզը երջախումբի երկերը եւ այլն ուրախություն պատճառում է բայց ասենք մարդիկ կան որ հավատք ունեն մենակ եկեղեցով չի սահմանափակվում ուզում եմ ասեմ ես գտնում եմ մի քիչ պետք է թույլ տանք ամեն մեկ իր յուրաքանչյուր ոնց որ ասում հնարավորությունով իր հավատքը ապրի բայց կան մենք ինչ եք ասում ամեն դեպքում եթե ունեք լավ ձայն եւ ուզում եք երգել պարոն Հարությունի եւ այդ հիանալի երգչախմբում գնացեք Կիրակի օրերը եկեղեցի ներկայացեք եւ վստահ եմ որ ձեր յուրաքանչյուր անձի կարիքը կա ձեր ձայնի ձեր մասնակցության պարոն Հարություն մինչեւ հաղորդումը վերջացնելը մի քանի հարց եմ պատրաստել ավելի լուրջ հարցեր ամենայն սիրով գիչանան պատասխան ինչպես կուզենաք ձեր մասին հիշեն ես կգազեմ թե այսինքն անց կփոխվի այս բանը որովհետեւ ես парքը չսիրով մեկն եմ այսինքն glorification այս մեկը glorify-նել նույնիսկ թե ինքը հատկություններ առավելություններ ունի եւ այլն ես այդ բանը չեմ սիրում այսօրվա մեր խոսակցությունը նույնիսկ ես մտածելով որ է այսինքն գիտեմ աղագին ժամանակ պետք է հա որ բայց գիտեք ես էդ ուզում ասեմ մի քիչ առաջ որ զրուցում էինք շատ հետաքրքիր է բայց մեծամասնություն այն անձանց ում ես դիմում եմ ինտերվյուի համար առաջի ռեակցիան բայց ես ինչ ասեմ բայց ես ինչ պատմեմ ես հասկանում եք այսինքն մարդիկ սովոր չեն զարմանում են որ ես ասում եմ ես ունեմ ձեզ հետ զրուցել ու գիտեմ նախորդ հաղորդումներում եմ ասել այս հաղորդման ես շատ բանը էգոիստ հաղորդում եմ ես ունեմ այն մարդկանց որ հետաքրքիր են ու մարդիկ կան որ իրանք իրենց գործը ձեր նման արել են բայց երբեք չեն ցանկացել ուշադրության կենտրոնում լինել ինձ այդ մարդիկ հետաքրքրում են որտեվ իրանց անցած ճանապարհն է հետաքրքրում որտեվ դա մեր հայկական համայնքի հարստությունն է ես տենց եմ գտնում ձեր ամբողջ դժվարությունները դրանց ճանապարհը եւ պահպանելը այսօրվա դրությամբ եւ երբեմն տեսնեմ երիտասարդներ են գալիս աղջիկների երեխաների հետ են գալիս երկելու դա մի ամբողջ սերունդից սերունդ անցնող զվարթը բոլոր աղջիկներին ես խոնարհում եմ անձամբ բոլորի աշխատանքի ինչպես եք վերաբերում դժվարություններին միշտ լուծում գտնենք օրինակ մեծ դժվարություն ունեմ, որ երկեղոնի մասին է։ Ես զվարթը շատ սիրում եմ։ Շատ լավ աղջիկ է եւ իրար սիրում են եւ միասին աշխատում ենք աստղապտարի վեր։ Բայց դժվարթը ինքը երբեմն գբաքսի եւ երկրորդով մեկը չունենք։ Բիլի խնդրեմ, որ եթե ամեն բոքորը զիս լսում է այսօր, եթե ինքը նվակելու հարցը չունի, այսինքն այդ բանը ունի մեջ է, գրնա նվակել, բան գրնանել, թոքա եկեղեցին խոսենք իրարու հետ ջարմը գտնենք եւ մեզի երկրորդ այդ անցումը իհարկե դժվար է եթե մի հոգի է այսինքն պուբլիցիտե կանցնեմ որ բայց ներողություն չէ պուբլիցիտե չի նամա պահանջը որը պետք է բարձրացնի շատ մարդկային բան է որ զվարթոր մուզիկալից է ասում է հարություն այսած շաբաթ վիրի գնամ գալ չեմ գնաց ինքը ստի բրանքու իրեն ունի աղջիկը ինքն իրեն հարցեր ունի ընտանեկան հարցեր այսինքն եթե դուք կարող եք նվագել անշուշտ եւ ցանկանում եք ձեր աջակցությունը եկեք դեսեք եկեք մասնակցեք շատ կարևոր է գոնե մի երկու օր լինի որ կարողանաք եկեղեցական հարց ասկային հարց է այս հարցի պատասխանը գիտեմ բայց մեկը կտամ եթե պետքա մի բան անեիք անվճար ամբողջ կյանքում ինչ կանեիք գիտեք այսօր այնպեսի ժամանակ ապրում ենք որ անվճար քրտեփան մնաց բայց ես եթե գրնամ ոյեցե բան մնել մեգուն որ ինքը ատկալիությունը չունի վճարելու համար ամենայն սիրով գնեմ ամեն ինչ գնեմ բայց ես թվում է դուք դեր կյանքում շատ եք արել եկեղեցու երգչախումբը արդեն ադիկա իրեն գբարդիկ որ միայն իմ կորս չէ իմ կորուսային է որ հավաքելու հարցներ որոնք շատ կարևոր է անշուշտ հավաքելը շատ կարևոր է հավաքել վարժեցինել սորվեցինել այսօր ես
որքան ուրախ եմ գնաս կնալ Մարիա, որ աղջիկները այսօր թիմասս զիրենք գրեթե ստիպեցի, որ իրենց քիրքերը թողուն, որովհետև նույնիսկ իրենք շանտաժի պերի այսինքն ասի որ ասչապդարի երկու մեկ գրծել ասի կոդ ծորվիլ հոպցեզի այ դեսա անցալ շաբաթ օրինակ Չեն բերել արդեն, չեն օգտագործել։ Քիրքերը մնացին։ Դե շատ լավ։ Քիրքերը այսինքն ուրախ եմ։ Շատ կարևոր։ Այո։ Երբ եք վերջին անգամ նշել ձեր ձեռքբերումները կամ երբևիցե նշել եք ձեր ձեռքբերումները։ Այսինքն ինչ է Այսինքն երբ որ մի հաջողություն է եղել ձեր կյանքում, որին հասել եք, արդյոք նշել եք, արդյոք դուք ձեզ շնորհակալություն եք հայտնել, դուք ձեզ տոնել եք, արդյոք ժամանակ հատկացրել եք, որ մի պահ կանգնեք ու գիտացեք, ասենք, ու ասեք մերսի դուք ինքներդ ձեզ, որ դուք այդ ճանապարհը անցել եք, ինձ թվում է դա մեր մշակույթի մեջ չկա, շատ դժվար է, բայց շատ կարևոր է անձի համար անցած ճանապարհը ինքը իրան շնորհակալություն հայտնի ու ինքը իր հաջողությունը տոնի իր համար։ Իմ բադասխանս բիլլա անձնական բադասխանն այսինքն ընտանեկան բադասխանը իմ ամենամեծ շնորհակալությունս որ գինս այսօր հոս չէ բայց իրեն գայտնեմ եթե զիս կլսորմը ինձ դված երկու զավակներս ամենամեծ հանցերս անոնքեն ուրեմն հաջորդ ուզում հաջորդ հարցը դա էր ասում ուզում ամեն մարդ իր զավգին հետ ուրախ լա եւ հասկանա որ իր զավակը իր նման ամենակարևոր ամեջակյանությունը հաջորդն է բայց նաեւ շատ ոնց ասեմ այսօրվա դությամբ դա նաեւ շատ իմաստություն եւ խորամտություն է պահանջում ծնողից եւ զավակից ընդունելու միմյանց որոշումներ երբեք անգամ որոնք երբեմն մեր որոշումները չեն բայց հասկանալով պատճառը ընդունում եք ու դա ինձ թվում է հարաբերությունների երկարատևության եւ հարգանքի եւ սիրո հիմքն է առանց զիջման ընտանիք պահելը անգարելի է ճիշտ է եւ ընդհանրապես հարաբերություն միշտ զիջում պետք է ամեն մարդ իր կողմից նկարակիր ունի ամեն անձի նկարակիր ունի եւ այդ նկարակիրները պետք է համեմատին իրարու եւ որը եթե նույնիսկ դե հարագի այդ հարցին պետք է ընդունի մյուսին իհարկե եւ այսպես որ գնահատել մեր ընտանիքը իմ մտքսը կա ինչ-որ մի բան որ դուք զղջում եք ձեր կյանքում զղջում եմ երբեք պիսեմ երբեք զղջում չունեցա որովհետեւ ինչ որ հանցնարի հաջողեցա ասված օգնեց ինձ եւ հաջողեցա նույնիսկ մանկությանս դժվար օրերին որոնք շատ դաժանքով էր այսինքն շատ քեշ օրեր ապրածենք բիդի գնամսել թե օրինակ բادرազմեն հետո օրինակ երբ զմեցա փոքր դղամանեի եւ Թուրքիա բոլոր ունեցած ու չունեցած գերմանացիներուն դված էր նույնիսկ շաքար չունեինք որ մեր թեյի խմենք մայրս ինձ քանի մա չամիչ կուդար բերանս անշնա այսին դաժանլի օրեր ապրածենք բայց նորենալ շատ կողմ գյանքես ռազներես եւ աբց գյանքես զավակներով ուրախ եմ այսին ինչս եմ փամուշում եթե կախարդական փայտիկ ունենայիք եւ կարողանայիք ինչ-որ մի բան փոխել ձեր կյանքում ինչ կփոխեիք ինչպես ասեմ Թրոմպին ման մարդը որ գոյություն չունենան որովհետեւ Թրոմպը կամ Պուտինը կամ չգիտեմ ինչ ասպսանցը աշխարհի ընթացքը փոխում են աշխարհի երթևեկը փոխում են մեզի ենթարկում են վախի եւ դժվարությունները ենթարկեն մեզի այսօր ամեն մարդ վախում է չէ արդյոք պիտի լա անցյալները մեկ ընկերս ասա որ հարություն կգարձես թե երրորդ բادرազմը պիտի լա Դղաս արդեն երրորդ բادرազմի մեջն ենք ամեն դեղ բادرազմ ուրիշ դեղ մսուսուրը ամուչիգա ճիշտ է այսինքն աստիճանությունները որ ինձի գմդավոքեն կուզենայիք փոխել այո գմախտեմ որ աշխարհի խաղաղություն նորից վերադառնա Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին բայց ես վստահ եմ որ դեռևս կհանդիպենք ու շատ հետաքրքիր պատմություններ ունենք պատմելու որը մեզ շատ հետաքրքիր է մեկ անգամ եւս ուզում շնորհակալություն հայտնեմ ձեր համար որ մենք բախտավոր ենք որ ձեզ ունենք այս համայնքում որպես անձ որպես հայ
Շնորհակալություն այն ամբողջ աշխատանքի համար, որ դուք արել եք մեր բոլորի համար, յուրաքանչյուրի, անկախ նրանից մարդիկ գալիս են եկեղեցի, չէ, բոլորը վայելում են դա։ Շնորհակալություն ձեր հայրենասիրության համար եւ այդ հայրենասիրությունը փոխանցելու բոլորին սերունդից սերունդ։ Ինչ ասեմ, մեր ունկնդիրներին էլ կասեմ եք անգամ եւս շնորհակալություն ուշադրության համար, որ մեզ հետ մասնակցեցիք այս զրույցին, խնդրում եմ կիսվեք այս զրույցով, ուղարկեք ձեր ընկերներին, կոմենտներ արեք, որովհետև սա այն անձինք են, որոնցով մենք հպարտ ենք մեր համայնքում։ Պարոն Հարություն, ձեզ շատ շնորհակալություն եւ ձեզ ցանկանում եմ լավ օր Բելգիայի եւ իմ անվան իմ կողմից։ Ես ալցեզի շնորհակալություն սպիրայտնեմ այս արիցը դալոնձի ես գիտեք բարձաբես ասեմ թե արդեն քիչ առաջ խոսանք парքի մասին բնավ չիրացվանացի մասից խոսին բայց այսօր ինձ ստիպեցիք շնորհակալություն սպիրայտնեմ Ոնց ստացվեց հուսանք որ ամեն ինչ լավ լինի աշխարհի երթևեկը լավանա եւ Աստված բահի բախմանը մեր երկիրը շնորհակալություն Հայաստանը հուսանք ստեսյուն բոլորին